արտաքին ազդեցություններին ես կարծում եմ այդ հարցին պատասխանեցի ես։ Այստեղ խնդիրը գիտեք ինչ, արտաքին ազդեցություն, ներքին հետաքրքրություն, ամբողջ խնդիրն է, որ այսօրվա երկրի ղեկավարը ցանկություն ունի ունենալ կառավարելի, ձեռնասուն եկեղեցականներ, որոնք որ այսպես կսպասարկեն իր հետաքրքրությունները, իր շահերը եւ որևէ ձև անձնական կամ հավաքական մոտեցումներով չեն հակադրվի իր քաղաքականությանը։ Իսկ այդ քաղաքականությանը չհակադրվել հնարավոր չէ։ Հնարավոր չէ համաձայնել այն քաղաքականությանը, որը այսօր իրականացվում է, որը որ բազմաթիվ վտանգներ եւ ռիսկեր է պարունակում։ Այդ մասին մենք արտահայտվել ենք։ Հնարավոր չէ համաձայնվել մի քաղաքական խմբակի մոտեցումների քայլերի հետ, որը հետևողականորեն կոչ է անում, քարոզում է պատմական հիշողությունից հրաժարվում, հարևանների բարյացակամությունը շահելու համար իրենց կողմից կարված զգեստներին հարմարվելու այսպես մարդահաճո մոտեցում։ Այդ իրական Հայաստան այսպես կոչված կոնցեպտը հենց դրա մասին է։ Մենք հարմարվենք մեր թշնամիների սպասումներին, որպեսզի նրանք դադարեն լինել մեզ համար թշնամիներ։ Սա ուղղակի անհեռանկարային, անհեռատես քաղաքականություն է։ Սեփական իշխանությունը երկարաձգելու դատապարտելի փորձ։ Ընդհանրապես այսքանը։ Ցանկություն կա ունենալ կառավարելի ձեռնասուն եկեղեցականներ, որոնք պետք է սպասարկեն հոգևոր ոլորտում իր հետաքրքրությունները եւ իր շահերը։ Քանի ես այս ասպարեզում կամ, քանի դեռ կաթողիկոսը Գարեգին երկրորդն է, այդպիսի մոտեցում չի լինելու։